Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 70-ամյակինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար։ Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով ընտրողներին անվանելով դասարանցիներ, իսկ դասերից չբացակայել, ասելով նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը։ Կատարված խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրիի մի շարք բնակիչների անձնական տվյալներ պարունակող ցուցակներ, ձեռագիր նշումներով։ Գլխավոր դատախազությունը Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք Տավուշի մարզում, 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն 181 միլիոն 770 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 108 միլիոն 883 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար։ Երևանի Հանրապետության հրապարակում թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի առնչությամբ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով գործով մեղադրյալ չկա։ Օրեր առաջ թուրք բլոգեր Օզդեմիրին այցելել էր Հայաստան եւ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, Երևանն անվանելով պատմական ադրբեջանական քաղաք։ Մարտի 28-ին Երևանի ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տերյան փողոցի Յանս ակումբի մոտ վիճաբանություն է, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արենն է։ Վերջինիս ընկերը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 1:20-ի սահմաններում Յանս ռեստորանի դիմաց անհայտ անձի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել է վերջինիս, ով առաջացած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն, ընկերոջը ու Երևանի բնակիչ 27-ամյա Սևադային։ Դավթաշենի բաժնի ծառայողները մարտի 31-ին գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալելու բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու, նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից։ Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է եղբորը, պատճառելով մարմնական վնասվածքներ։ 44-ամյա տղամարդու անձնական խոզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր։ Ապրիլի 1-ին ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող Մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամով, ձերբակալել ու բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խոզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր թղթադրամ։ Ապրիլի 2-ին Երևանի Կոմիտասի պողոտավ Աղարժան փողոց Խաչմերուկում բախվել են շտապօգնության Toyota Hiace Magnishi եւ Ford Magnishi ավտոմեքենաները, ուժասներ չկան։ Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթ, ապա կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարանը, առաջընթացել ու հայտնվել կանաչ գոտում ծառի մոտ։ Ապրիլի 1-ին Մարգարավանաձոր ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվելի վարած Գազել եւ Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սասունի վարած Mercedes Magnishi ավտոմեքենաները։ Սասունը եւ նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 2-ամյա ՆՄ-ն, 34-ամյա Նոնան տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Mercedes-ի եւս մեկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Տարոնը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ապրիլի 2-ին Kia Sportage Magnishi ավտոմեքենայով Երևանի Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին եւ գլխի վեր շրջվելով հայտնել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վարորդը եւ նրա անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց, վարորդը ենթարկվել է ստապության փորձաքննության, եղել է սթափ։ Ապրիլի 2-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել, նետվելով Նոր Հաչնի կամրջից։ Փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նայրիի բաժին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 2-ից 3-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 11, թմրանյութի հայտնաբերման 10, ֆիզիկական ներգործության 9, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 6, հոգեկան ներգործության 5, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության 4, ցենզինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության 3,
թմրանյութի իրացման, ծառերը թփերն ապօրինի հատելու 2, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, դատական ակտը չկատարելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, ինքնավնասման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք իրացնելու համար պայմաններ ստեղծելու մեկական դեպք է բացահայտվել։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 10 անց ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։